Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը առյուծ նշանի համար։ Սիրելի ընկերներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսվա, կնշեմ նաև լարված օրերի մասին։ Հորոսկոպը նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով։ Ասցենդենտը իմանալու համար կարող եք մեկնաբանություններում գրել ձեր ծննդյան տվյալները, ծննդյան օր, ամիս, տարի, քաղաք և ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ, խնդրում եմ ծննդյան ժամը, եթե չգիտեք, ուրեմն մի գրեք, քանի որ ես ձեզ պատասխանել այդպես չեմ կարող։ Ինձ պետք է ծննդյան ճշգրիտ ժամը րոպեների ճշգրտությամբ։ Արևը մինչև մարտի 20-ը կգտնվի ձկներ նշանում, սիրելի ընկերներ, ձեր 8-րդ տանը։ Եթե ցանկանում եք դիմել վարկ ստանալու հետ կապված կամ առասարակ բանկային պետական համակարգի ինչ-որ հարցերով դիմելու հետ կապված, մինչև ամսի 20-ը լավ ժամանակահատված է։ Լավ ժամանակահատված է զբաղվելու նաև ֆինանսների հարցերով, եթե ինչ-որ բան պետք է վաճառեք, դրա համար եւս բարենպաստ է։ Ամսի 20-ից սկսած արևը կանցնի խոյ նշան, ձեր 9-րդ տուն։ Եթե ցանկանում եք զբաղվել անձնագրի, վիզայի հետ կապված հարցերով, բարենպաստ ժամանակահատված է, ցանկանում եք մեկնել արտերկիր, լավ ժամանակահատված է, ինչ-որ քննություններ պետք է հանձնեք, եւս բարենպաստ ժամանակահատված է։ Մերկուրի մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով մինչև ամսի 20-ը, ձկներ նշանում ձեր 8-րդ տանը։ Հետընթաց Մերկուրիի հետ կապված առանձին նյութ կա էջում, կարող եք նայել, այսինչ չասեմ, որպեսզի կրկնություն չլինի, հա։ Վեներա մոլորակը մինչև մարտի 6-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 8-րդ տանը։ Սիրելի ընկերներ, եթե անձնական քարտեզով պայմանավորված լինեն բացասական դիրքավորումներ, ապա հնարավոր է ինչ-որ տուգանքներ վճարեք, այնպես որ զգույշ եղեք։ Վեներան 8-րդ տանը, եթե դրական է դիրքավորումը, ապա ձեր ընդհանուր ընտանեկան ֆինանսական բյուջեն գուցե ավելանա, ձեր զուգընկերոջ ֆինանսներում ինչ-որ դրական փոփոխություն լինի, կամ օրինակ դիմել եք վարկ ստանալու հետ կապված, վարկը հաստատեն։ Վեներան ամսի 6-ից սկսած կանցնի խոյ նշան, ձեր 9-րդ տուն եւ ակտիվ կլինի ձեր կրկին արտասահմանի թեման, բարձրագույն կրթության թեման եւ այլն։ Ինչ որ ծախսեր կարող են լինել կապված արտերկրի հետ։ Մարսը մոլորակը սկսած ամսի 2-ից մինչև ամսվա վերջ գտնվելու է ձկներ նշանում ձեր 8-րդ տանը։ Սիրելի ընկերներ, Մարսը 8-րդ տանը շատ ակտիվ է, այնպես որ շատ զգույշ եղեք կենցաղում, սուր կտրող ծակողգործիքների հետ աշխատելիս, վտանգավոր իրավիճակներ կարող են լինել թե ճանապարհներին, թե առասարակ տանը, պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել, այնպես որ եղեք շատ զգույշ։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, ամսի 15-ից արդեն կդառնա ուղընթաց, խեցգետին նշանում ձեր 15-րդ տանը։ Յուպիտերը, սիրելի ընկերներ, ձեր 12-րդ տանն է գտնվում, արդեն ամառվա կեսերից կանցնի ձեր առաջին տուն, բերելով մեծ հաջողություններ։ Իսկ քանի դեռ Յուպիտերը 12-րդ տանն է, լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեզնով, եթե ցանկանում եք գնալ հոգեբանի, դրա համար լավ ժամանակահատված է, եթե ցանկանում եք օրինակ բուժման կուրս անցնել կամ ինչ-որ մերսման կուրս անցնել, դրա համար շատ լավ ժամանակահատված է։ Հնարավոր է նաև Յուպիտերը 12-րդ տանը օգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր բնակության։ Սատուրն մոլորակը անցած ամսվանից սկսած խոյ նշանում է եւ առաջիկա 2.5 տարիների ընթացքում են տեղի լինելու, այս ամսում շարժվելու է 1-ից 5 աստիճան, այսինքն Սատուրնը ձեր 9-րդ տանն է։ Սիրելի ընկերներ, հնարավոր է ինչ-ինչ պատճառներով ավելի այս 2.5 տարիների ընթացքում քիչ մեկնեք արտերկիր կամ մեկնեք արտերկիր, դա լինի գործնական նպատակներով։ Եթե բարձրագույն կրթության եք, ապա հնարավոր է ինչ-ինչ պատճառներով դժվարություններ առաջանան թեկնությունները հանձնելիս, կամ եթե առաջիկա 2.5 տարիների ընթացքում պետք է համալսարան ընդունվեք, Սատուրնը մի փոքր գուցե ավելի դժվարացնի ամեն ինչ, այնպես որ այսինքն ոչ թե դժվարացնի, այլ ուղղակի ձեզ տիպի էլ ավելի շատ աշխատել, որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Սև լուսինը աղեղնավոր նշանում է շարունակում գտնվել ձեր 5-րդ տանը, այս ամսում շարժվելով 8-ից 11 աստիճան, սև լուսինը, սիրելի ընկերներ, ամեն ինչ հրահրում է, հնարավոր է ինչ-որ վիճաբանություններ լինեն երեխաների հետ կամ եթե սիրավեպ կա, ապա զուգընկերոջ հետ, ինչպես նաև սև լուսինը կդարձնի ձեզ կամ արդեն դարձրել է ազարտային, հնարավոր է անհիմն ինչ-որ ծախսեր անեք, ազարտով զբաղվեք, այնպես որ մի տրվեք սև լուսնի գայթակղություններին։
Լիալուսին ենք ունենալու ամսի 3-ին գույս նշանում 12 աստիճանում, այս օրը սովորական լիալուսին չէ, ունենալու ենք լուսնի խավարում եւ բնականաբար առաջիկա 3 ամիսների ընթացքում եւ գուցե արդեն շատերը նախորդ 3 ամիսների ընթացքում զգացել են այս փոփոխությունը։ Գույսը ձեր երկրորդ տունն է, ֆինանսների տունն է, այսինքն ինչ որ հստակ պարտություն կմտնի ձեր կյանք, հստակ վերջնական որոշում, վերջնակետ կլինի կապված ֆինանսների հետ։ Կարծում եմ, որ շատերի մոտ ինչ-որ ֆինանսներում գուցե դադար լինի կամ ուղղակի սկսեք հասկանաք, թե այլ ինչ ձևով կարելի է գումար աշխատել։ Այս հարցի շուրջ, այս լիալուսնի հետ կապված առանձին նյութ կարող եք գտնել իմ YouTube-յան ալիքում։ Այժմ լարված օրերի հետ կապված ամսվա սկիզբը մինչև մարտի 4-ը լարված է լինելու, այսինքն նախորդ ամսվա լարվածությունը պահպանվելու է, սիրելի հարուցներ, Ուռան եւ Մարսը 90 աստիճանի անկյուն են կազմելու, այնպես որ շատ զգույշ եղեք, պայթունավտանգ իրավիճակներ կարող են լինել, ինչ-որ դժգոհություններ, տարաձայնություններ, նման հարցեր կարող են լինել, այն կապված է, քանի որ այս մոլորակները գտնվելու են ձեր 7-րդ եւ 10-րդ տանը, այնպես որ այս լարվածությունը կարող է հանգեցնել օրինակ շատերի մոտ աշխատանքից ազատվելու կամ ինչ-որ գործընկերություն կար կամ գուցե գործընկերությունը դադարեցնելու կամ գուցե հարաբերություններում, եթե հարաբերությունները թույլ էին, ապա հնարավոր է նաև հարաբերությունները դադարեն։ Լարված օր է լինելու մարտի 13-ը, մի քանի օր առաջ հետո եւս Մարսը եւ Սև լուսինն են կազմելու 90 աստիճանի անկյուն, այնպես որ սիրելի ընկերներ զգույշ եղեք, լարվածությունը լինելու է ձեր 7-րդ եւ 5-րդ տան հետ, այսինքն 7-րդ տունը դա հարաբերություններ են այն մարդկանց հետ, ում հետ մենք ունենք գործարկնքած, ամուսին կինը եւս այստեղ են պատկանում հաճախորդները, եւ 5-րդ տունը դա երեխաներն են, նման այս հարցերի շուրջ ինչ որ դժվարություններ կարող են լինել, լարված իրավիճակ կարող է լինել։ Այսքանը կապված մարտ ամսվա հետ բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։